Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր խոսելու ենք Վարդան Ղուկասյանի մասին, Դոգի մասին, եւ ինչու, որովհետեւ դեռևս փետրվարի 25-ին, երբ որ նա կալանավորվեց, մինչ օրս փետրվարի 20-ից սկսած, ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, թե YouTube-ում, թե Facebook-ի մեջերում, սոցիալական իմ ցանցերում, որ կարծիք ասեք, արտահայտվեք, ինչ կարծիք եք, ինչ է կատարվում, ձեր մտածումը ներկայացրեք։ Վերջին հաշվով մի մարդ, որը որ ֆենոմեն է, իմաստով, որ եթերներով, իր բլոգերությամբ, իր բացահայտումներով, յուրահատուկ տեղեկություններ տրամադրելով, նա հասել էր նրան, որ Երևան քաղաքում ընտրությունների ժամանակ ստացել էր մոտավորապես 10% էլեկտորալ ընտրական ձայն։ Իսկ դա քաղաքական իմաստով իրապես ֆունդամենտալ բան էր։ Բայց հիմա թեմայի մասին։ Երբ որ նա կալանավորվեց, գիտեք, անգամներ եղել են, որ նա զանգահարել է իր եթերներից, ինձ հարց տվել, կարծիք եմ արտահայտել տարբեր պետական թեմաներով եւ ներկայացրել իմ մտածումները։ Երբ որ կալանավորվեց, ինձ մոտ հարց առաջացավ, լավ, ինչն է պատճառը, ինչ խնդիր կա։ Եվ անդադար ինձ հարցում են, դե ասա, ինչ կարծիք ես, բայց ես չէի արտահայտվում, ինչու, որովհետեւ պետք է հասկանայի իրականում ինչ է տեղի ունենում։ Եվ այսօր կարող եմ ասել գոնե, որ այս ամիսների ընթացքում ես եկել եմ այն եզրահանգման, որ տեղի ունեցել ներկա գործող իշխանությունների եւ նախկին իշխանությունների համատեղ օպերացիա, քաղաքական համատեղ օպերացիա Վարդան Ղուկասյանին, Դոգին չեզոքացնելու համար։ Դե պլանը նա է եղել, որ կկալանավորվի եւ անմիջապես դեպորտ կարվի դեպի Հայաստան։ Հայաստանում բնականաբար իր ապահ մարմինները կդիմավորեն եւ այդ այսպես կոչված 17 գործերով, որոնք ես կարծում եմ շինծու գործեր են, այդ 17 շինծու գործերով կփակեն եւ կլրացնեն այդ մարդուն, ոնց որ հիմա լրացված է ըստ էության Միացյալ Նահանգներում, եւ քաղաքական խնդիրը կլուծվի։ Իսկ ո՞րն է քաղաքական խնդիրը։ Ինչով էր զբաղված Դոգը։ Եկեք նայենք ինչով էր զբաղված Դոգը, որ հասկանանք քաղաքական խնդիրը ո՞րն էր։ Նա ըստ էության զբաղված էր կոռուպցիոն բացահայտումներով, նախկին իշխանությունների սկզբից եւ հետո գործող իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներով, եւ նա ըստ էության ցույց էր տալիս, որ հեղափոխության արժեվ դրված նպատակները չեն իրագործվում, այլ ընդհակառակը դեֆորմացվել են եւ ապականվել այն ամենը, ինչի մասին խոսվել է։ Եվ ցույց էր տալիս, որ նաև գործող եւ նախկին իշխանությունները որքանով են կոռուպցիայի, թալանի, մարդկանց կյանքը վատթարացնելու, կեղեքելու համատեքստում իրար հետ փոխկապակցված։ Եվ հետեւաբար ես այս իմաստով եմ ասում, որ այս երկու խաղացողներին են ձեռնտու եղել նրա չեզոքացումը եւ երկու խաղացողներն էլ իրենց ներդրումը ունեն, որ քրեական գործերը, հաղորդումները նայենք, որ նայենք թե ով է գնացել Լաս Վեգասում պատտվել դատարանների մոտ, ինչ են արել, ոնց են արել, կհասկանանք, որ ինչ մեծ ջանք է դրվել նախկին իշխանությունների կողմից եւ նաեւ գործող իշխանությունների կողմից, որպեսզի Վարդան Ղուկասյանը լրացվի։ Լուր մնա, չխոսի, չպայքարի, ոչ մի բան չասի եւ տեսեք այս ամիսների ընթացքում մի մեծ վակուում է առաջացել, որովհետեւ նա ըստ էության կոռուպցիոն իր բացահայտումներով, այն որ ձև չունեին քրեական գործերը հարուցում էին եւ ինչ որ տարածքներին վերադարձնում պետության, ինչ որ գումարներին վերադարձնում, իր բացահայտումներով ավելի շատ գործեր անում, քան գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, ԱԱՑ-ն, չգիտեմ, ով կա, որտեւ այդ յուրահատուկ տեղեկությունները հասնում էին հենց իրեն, մարդիկ սկսել էին վստահել իրեն եւ իրեն էին ներկայացնում։ Ասենք չգիտեմ, չէին դիմում գլխավոր դատախազին, օմբուդսմենին, ոստիկանապետին, ես իմում, ինֆորմացիան ներկայացնում էին իրեն։ Եվ նա այդ ճանապարհով հավաքում էր քաղաքական կրեդիտը, որը հետագայում քվեատուփում դարձավ էլեկտորալ արդյունք։ Եվ ինչ էր տեղի ունենում, այսինքն նա ըստ էության հեղափոխությանը մասնակից մարդկանց, հիասթափված մարդկանց էլեկտորալ միջուկը մտել էր այդ միջուկի մեջ, եւ այդ միջուկից վերցնում էր ամբողջ քվեները։ Եվ բնականաբար արդարացիություն, որտեղ ինչ որ ասվել է, չի արվել, այդ մարդն ասում է, ես կգամ կանեմ, եւ ընթացքում էլ անումա ցույց է տալի ոնց է անում։ Բնականաբար իր եթերներով եւ այլն եւ այլն։ Ինչու նախկին իշխանությունների, որտեղ նաեւ նախկին իշխանությունների այլանդակությունների բացահայտված անպատժելիության մասով էր խոսում, ցույց էր տալիս։ Ու նաեւ ցույց էր տալիս, թե որքան շատ են հիմա նրանք ավելի օգտվում եւ ավելի հարստանում, քան նախկինում, երբ որ պատասխանատու էին իշխանություն կրելու համար։ Հիմա իշխանություն չեն կրում, բայց շարունակում են հարստանալ, որովհետեւ ոչ մի բան տեղի չի ունեցել իրենց հետ։ Այսինքն, այս երկու խաղացողների համատեղ օպերացիան ասա, որպեսզի լրացնեին եւ դեպորտի ենթարկեին Վարդան Ղուկասյանին Հայաստան։ Այսինքն ամբողջ նպատակը դրանում է, որովհետեւ Հայաստանը Միացյալ Նահանգները չունի էքստրադիցիայի ոչ մի ստորագրված փաստաթուղթ, եւ այդ գործերն այնտեղ ներկայացնելով փորձ են անում ասել, դե որ հանցագործը այս Տրամպը հայտարարել որ հանցագործները ովքեր կարգավիճակ չունեն կամ ունեն երկից պետք է հանվեն, հա, որ այդ մարդուն դեպորտ անեն։ Բայց այդտեղ մի բան չէին հաշվարկել, որ վերջին հաշվով խոսքը գնում է Միացյալ Նահանգների մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական համակարգ, եւ դատական համակարգը կանգնեցրեց այդ process-ը, եւ այդ դեպորտը մինչեւ այսօր տեղի չի ունենում, ու ես հուսով եմ տեղի չի ունենա։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետություն այդպես էլ, եթե անգամ որևէ բան լինի, ես բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետություն կուղարկվի։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետությունը
Միջազգային բոլոր զեկույցներով հեղափոխական այս Հայաստանի Հանրապետությունը հայտնի է, որ չունի դատական իշխանություն։ Իրավական ամբողջ համակարգը գտնվում է գործադիր իշխանության տակ, այսինքն մեկ մարդու է ենթարկվում, եւ բանտային համակարգում անդադար ինքնասպանություններ, ծեծ ջարդ, կասկածելի մահեր են տեղի ունենում։ Այսինքն Միացյալ Նահանգներում դատավորը նստած մտածելու է, որ եթե այս մարդուն ես դեպորտ եմ անում Հայաստան, ուր եմ ուղարկում։ Մի երկիր, որտեղ դատական համակարգը SMS-ով է կառավարվում, վարչապետը SMS-ա գրում, դատական համակարգի ամենագլխավոր պաշտոնատար անձը հրաժարական է տալիս, հետեւաբար չկա դատական համակարգ։ Միայն այդ գործով, միայն այդ հատվածով, միայն այդ վերնագրով հնարավոր է ցանկացած դատական գործ հաղթել միջազգայնացաներում, ցույց տալ, որ քաղաքականացված է, քաղաքականացված է։ Հետեւաբար դոգի հետապնդումը քաղաքական հետապնդում է, քրեական որևէ process-ի հետ կապ չունի։ Այն ամբողջությամբ քաղաքական է, որովհետև նա մտել էր եւ խանգարում էր գործող իշխանության վերարտադրմանը եւ նախկինների գործող իշխանության հետ խաղալուն, դեր խաղալուն, օպոզիցիա լինելուն եւ այլն այս process-ներին։ Եվ ահա այս երկու շահերը համընկել են եւ այս երկու շահերի համընկման արդյունքում այս process-ներն իրականացվել են։ Բացի պարզվում է, որ 23 թվականին այդ հարցումը ուղարկվել, որպեսզի Միացյալ Նահանգներում ուշադրություն դարձնեն, ես հարց ունեմ, ինչու է 23 թվականին ներկայացվել, որտեղ 23 թվականին է երևացել, որ այդ մարդը էլեկտորալ իրավիճակ է փոխում։ Պետք է 22 թվականին չէին ներկայացնում, ավելի շուտ չէին ներկայացնում, 21-ին չէին ներկայացնում, դեռ 23 թվականին է բացահայտվել նրա էլեկտորալ նշանակությունը։ Դե ինչ կարող է տեղի ունենալ, թե ինչպես կարող են մարդկանց խափելու դեմ դառնալ։ Դե ինչ անում ինքը մարդ մեդիա է, հասկանում եք, ամենամեծ մեդիան է, որը չի վերահսկվում ոչ նախկինների, ոչ ներկաների կողմից։ Նրա տելեգրամյան ալիքը, նրա եթերները Ես երբեք չեմ խուսափել քաղաքական որևէ ֆենոմենի, քաղաքական որևէ իրադրության գնահատական տալու։ Եվ իմ գնահատականը դա է եղել, հեսա տեղի ունեցել, եւ սա շարունակվող process է։ Բայց Միացյալ Նահանգների դատական համակարգում վստահ եմ իմանալու են, կիմանան եւ գիտեն, որ Հայաստանում չկա դատական իշխանություն, դեպի չի կարելի նրան արտահանձնել Հայաստան, դեպորտ անել դեպի Հայաստան եւ այլն, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանում դատական իշխանությունից զատ նաև բանտային համակարգում ցանկացած մարդու նկատմամբ հնարավոր է վերեշխնդիր լինել։ Այն բարդակը, որ Հայաստանում է կատարվում, այն ապօրինությունները, որ Հայաստանում են կատարվում, այն անիշխանությունը, այն անվերահսկելիությունը, որ կա, նախկին իշխանություններն էլ բնականաբար բազմաթիվ ճշնամիներ ունի նախկին իշխանությունների շրջանում, նաև գործող իշխանությունների շրջանում։ Երկուսն էլ ամեն ինչ կանեն, որ այդ մարդու գլուխն ուտեն մեր բանտային համակարգում։ Հետևաբար ամերիկան ցանկացած դատավորի համար սա ակնհայտ բան է, սև ու սպիտակ է, շատ պարզ է։ Դա մածունն է, որը սպիտակ է, սև չի։ Եվ հետաբար չի կարող դա տեղի ունենալ։ Հետաբար այդ պլանը, այդ համատեղ այդ տենց է, այդ պլանը, որ տենց մշակե հասցրել են Լաս Վեգաս, այդ պլանը չի գործելու։ Այդ պլանն արդեն տապալված է։ Եվ իմ կարծիքը, որ անդադար հարցնում եք ինձ YouTube-ում, Facebook-ում, տարբեր սոցիալական ցանցերում սիրելի հայրենակիցներ, դոգի հետևորդներ, չգիտեմ, հետարքրող մարդիկ, ովքեր որ կան։ Ես ես ասում եմ, իմ կարծիքը սա է, որ չպետք է նա արտահանձնվի, արդեն նշեցի, թե ինչ պատճառներով։ Նաև տվեցի գնահատական, թե ինչու է նա կալանավորվել եւ ինչու է լրացվել։ Որտեղ վերջին հաշվով այս կալանքը ինչի մասին է։ Նրան լրացնելու, տեսակ Գյումրի ընտրություններում ինչ եղավ։ Եթե նա մասնակցեր, հետեւաբար այն հետևանքներին արդյունքները, որ մենք հիմա ունենք, չէին ունենալու, այլ հետևանքներ եւ այլ արդյունքներ էին լինելու։ Հետեւաբար ինչա պետք է ամեն ինչ անի, որ մինչեւ 26 թվականը կարողանան լուր պահել։ Օրինակ հիմա անդադար ամեն օր նորից կան երկրում շարունակվում է այդ կոռուպցիան, այդ թալանը, այդ անիշխանությունը, այդ անպատժելիությունը, այդ ապօրինությունները, բայց քանի որ մեդիա դաշտը Հայաստանի կամ գտնվում է աչի կամ ձախի վերահսկողության տակ, եւ տեղեկությունները օրինակ չեն հասնում ինձ, որ ես բացահայտեմ կամ ինչ-որ մեկ այլ մեկին հասնում են կոնկրետ իրան, հիմա տեսեք ինչ վակուում է առաջացել տեղեկատվական դաշտում։ Այդ այլանդակությունների բացահայտումը բավականին հապաղել, դանդաղել անպատժելիությունը իր տոկոսով աճել է եւ փորձում են այդ այսպես կոչված պղտոր ջրում ձուկ բռնել։ Քաղաքական ֆենոմենը էս իմաստով նրա ահա սա է։ Երևի թե այսքանը ես կարծում եմ ինչ որ նախատեսել էի, ինչ որ այս ամիսների ընթացքում ես ուսումնասիրել եմ, մտածում էի այս մասով խոսեցի։ Իմ կարծիքը դուք իմացաք, որ որևէ պարագայում չպետք է արտահանձնվի։ Ես տեսել եմ, որ ՀԿ սեկտորի ինչ որ պրոիշխանական ստատուս չիներ կամ Facebook-ում որ ձեռ են առնում դոգի հետևորդներին ԱՄՆ դեսպանատան արչեր ցույց անելուց, բաս ուզում եք որ գա, բա Հայաստան, բա ուզում ա դե թող գա, բախի չի ուզում գա, ես հիմնավորեցի, որ ինչի չի կարելի որ գա։ Նմանատիպ քաղաքական հետապնդվող մարդիկ կարող են գալ, երբ որ ռեժիմը փլուզվում է։ Որ ռեժիմը փոխվում է, այդ ռեժիմը փոխվելուց հետո գալիս են եւ հետեւաբար նաեւ ռեժիմը փոխվելու է եւ այդ ռեժիմը փոխվելուց հետո էլ ով որ քաղաքականապես հետապնդվում է եւ չի կարողանում ոդկ դնել այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, այդ բոլոր մարդիկ կգան։ Այդ բոլոր մարդիկ կգան, մի անհանգստացեք։ Սիրելի այսպես կոչված առաջադեմ մարդիկ, որ երբևէ որևէ հարցում այդ ձեր առաջադիմությամբ իշխանությանը մի միլիգրամ չեք քննադատում 0.1% բան չունեք ասելու
այս այլանդակությունների վերաբերյալ, որը որ երկրում անդադար տիրում է, երբ որ մենք մեր ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունը կորցրած վիճակում ապրում ենք, եւ նաեւ երբ որ երկրում տեղի ունենում կրկնա թալան։ Ինչ արժանապատվում կրկնա թալան, սա էլ բացատրեմ ու եթերին ավարտեմ։ Ուրեմն, մինչև հեղափոխությունը կային թալանչիներ, գողավազակների թալանչիների այդ իշխանությունը, որ նստած էր, իրենք էին թալանում, դե գիտեին, որ իրենք են, ու մնացածը ինչ որ ակտիվիստներ էին պայքարում էին բան։ Հիմա ինչա տեղի ունեցել, եկել է հեղափոխություն, այդ ակտիվիստները պայքարողների մի մասը եկել է իշխանության, չէ՞, եւ նրանք դարձել են սովորական թալանչիներ, սովորական, շարքային, սովորական դուրն փնթի թալանչիներ, նրանք պրոֆեսիոնալ թալանչիներ էին, սրանք փնթի թալանչիներ են։ Եվ այս փնթի թալանչիները, որ մեզ թալանում են հիմա, այնքան փնթի են եւ այնքան են արագ համագործակցում են նախին թալանչիների հետ, որ քիչի նրանց թալանը չի վերադարձվում։ Քիչի նրանց թալանացով ստեղծած բիզնեսները ծաղկում են եւ միլիոններ են գեներացնում եւ աշխատում։ Նաեւ այս փնթի թալանչիներն են թալանում մեզ։ Պետական տարբեր տենդերներով, տարբեր ծրագրերով, տարբեր եսի մինչև գործուղումներից սկսած։ Հիմա ինչա տեղ ունեմ, այսինքն պատկերացնենք ունենք 50 հոգի թալանչի, մեզ թալանում են, չէ՞։ Այս 50-ի դեմ եղավ հեղափոխություն, եկան ուրիշ 50 հոգի, այն 50 հոգին շարունակում են այդ թալանածը վայելել եւ հարստանալ եւ դա գեներացնել բազմապատկեր, մեդիայով թունավորել մեզ բոլորիս, ապականել երկիրը, այս 50-ն էլ նոր թալանչին են, այսինքն թալանչիների թիվը դասա 100, առաջ 50 էր, հիմա 100 թալանչի է մեզ թալանում։ Հետեւաբար երկրում հիմա շարունակվում է թալանը եւ դա արդեն կրկնա թալան է, մեզ կրկնակի են թալանում։ Դե ինչի համար է այս ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ։ Եվ այդ կրկնա թալանի մասին էր ըստ էության, դենակ դոգի տեքստերն ինչի մասին էր, թե գործող իշխանության, թե նախկինների դեմ։ Կրկնա թալանի մասին էր։ Այդ տեքստերն էին։ Այնտեղ ասում են հայինքը հայ հոյում էր բան, ով է կողմ հայ հոյանքին, բացարձակ դրա մասին չի խոսքը գնում։ Բայց տեքստը, եթե զատես տեղեկատվությունը ինչ էր ասվում, ինչ ինֆորմացիա էր բացահայտվում եւ ինչի մասին էր, դրա մասին էր։ Կրկնա թալանի կոռուպցիայի դեմ էր այդ բացահայտումները եւ այդ ամեն ինչը մարդկանց առաջ բաց դրվում էր մարդկանց առաջ։ Որ նայեք, էսա տեղի ունենում այսօր։ Շատ լավ, այսքանը ես կատարեցի բազմաթիվ հարյուրավոր ես կասեի նամակներով ինձ դիմաց քաղաքացիների պահանջը, խնդրանքը, շնորհակալ եմ։ Հուսով եմ շարունակեմ ստանալ տարբեր արձագանքներ, տարբեր թեմաներով, նույնպես իմ կարծիքը, իմ մտածումը, իմ վերլուծությունը ներկայացնելու իմաստով կամ քաղաքական գնահատականներ տալու։ Միացեք այս YouTube-ի ալիքին, նաև Telegram-ում Էդմոն Մարուկյան ալիքներին եւ հետևեք մեզ։ Ես հիմնականում ավելի շատ հիմա խոսում եմ միջազգային քաղաքականությունից, բանակցային գործընթացից եւ էթերեն ինչ որ տեղի ունենում մեր արտաքին ճակատում։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Ողջույններս, սիրելի ժողովուրդ։ Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում Հայաստանում եղանակ պայմաններով պայմանավորված, իսկ Միացյալ Նահանգներում կտրելով 400-500 եւ ավել կիլոմետրեր, որ մարդիկ անգամ Լաս Վեգասին ժամանել Նյու Յորքից, շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք եկան մասնակցեցին իմ հեռանկարության օրվա միջոցառմանը։ Ես բավական տպավորված էի, չնայած նրան, որ գրեթե ամեն օր ես գտնվելով այստեղ ստանում եմ տասնյակ բացիկներ, երկրի մոլորակի տարբեր քաղաքներից, սկսած Դիլիջան, Ամստերդամ, Փարիզ, Թեհրան, շնորհակալ եմ, զգացված եմ եւ երախտապարտ եմ բոլորից։ Սա որպես նախապար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին նաեւ այն մարդկանց, ովքեր չկարողանալով գալ, բայց տարբեր ձևերով, մեսեջներով շնորհավորում են իմ ծննդյան օրը։ Երկրորդը ես ցանկանում եմ հայտարարել ամենակարևորը, որ դատական process-ը հետաձգվել է հարգելի պատճառով, դա եղել է պայմանավորված նաև ինձ հետ, չեմ ուզում մանրանալ պատճառների մեջ, մեղավորներն եկեք, հաստատանական խումբը աշխատումներ են նորմալ, դա պայմանավորված է բավականին մեծ ծավալով, լեզվի պրոբլեմով, թարգմանիչների այսպես ասած ոչ շատ լինելով, ընդհանրապես երկու թարգմանիչ աշխատում այդ սպայական նյութերի վրա եւ համոզված եմ, որ շատ շուտով ամեն ինչ կդրվի իր տեղը։ Իսկ մեր թշնամիները էմոցիոնալը ուղղակի կմնա իրենց տողը։ Ինչևից է ես ուզում եմ խփռել մեր բոլոր հայրենակիցներից չհասվել, չհանձնել։ Մենք էլ ավելի վատ վիճակների մեջ ենք հայտնվել
եւ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը։ Ես տրամադրված եմ դրական, եթե որ ասում եմ, մաղթական ոգին մեզ չի լքել, եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորից եւ հորդորում եմ մի փոքր համտերություն։ Առանց մեկը մյուսի վրա լուտանքներ, կասկածանքներ, վիրավորանքներ թափելու, ընդհանրապես մի փոքր համտերություն։ Հաջողներով ձեր Վարդան Ղուկասյան։